Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Կառավարությունը որոշել է Հայաստանում ստեղծել email միասնական համակարգ։ Ով չգիտի, ասեմ, որ email-ը բջջային հեռախոսի 15 նիշանոց կոդ է, ինչպես օրինակ անձնագրի համարը, ու ըստ նախագծի բազայում ներառվելու են այս պահին գործող նաև օրենքի մեջ մտնելուց հետո ներմուծված բոլոր հեռախոսների email կոդերը։ Կառավարության հիմնավորումը հետևյալն է. չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված email կոդերով բջջային հեռախոսների շրջանառությունը հանգեցնում է հարկային կորուստների։ Թե ապօրինի ճանապարհով քանի հեռախոս է ներմուծվում, հայտնի չէ, սակայն տրամաբանությունը հուշում է, որ եթե նման նախագծի անհրաժեշտություն է առաջացել, ուրեմն խոսքը հազարավոր հեռախոսների մասին է։ Բայց այս դեպքում մեկ այլ հարց է առաջանում։ Իսկ ինչով են զբաղված հարկային եւ մաքսային մարմինները, եթե տնտեսվարողը կարող է ապօրինի ճանապարհով մեծ քանակությամբ հեռախոսներ ներկրել ու վաճառել։ Բնական է, որ օրինական ճանապարհով 10 հեռախոս ներկրածը չի կարող 1000 հեռախոս վաճառել։ Ուրեմն կամ վաճառքի ժամանակ է թաքցնում փաստը ՀԴՄ չտրամադրելով, կամ հեռախոսի փոխարեն այլ ապրանքի վաճառքի տեղեկություններ է փոխանցում հարկայինին։ Ասեք, իսկ ինչու եք բացառում երրորդ տարբերակը։ Այն է մաքսայինի անբարեխիղճ որոշ աշխատակիցներ հանցավոր համաձայնության կան օրինազանց տնտեսվարողների հետ։ Երկի չեմ բացառում։ Առավել եւս եթե հաշվի ենք առնում փաստը, որ երբ արտասահմանից ժամանող շարքային քաղաքացու ուղեբեռում որևէ ապրանքի քանակի կամ հայտարարագրման արժեքի վերաբերյալ կասկածներ են առաջանում, մաքսայինի աշխատակիցները անմիջապես պահում են ապրանքը ու քաղաքացուն հրավիրում պարզաբանումների, որ մնաց տասնյակ հեռախոսներ չնկատեն։ Բայց վերադառնանք բջջային հեռախոսների email կոդերի ստեղծվելիք միասնական բազային։ Ոլորտի փորձագետները ուղիղ հայտարարում են, որ նոր համակարգը վտանգավոր է անձնական տվյալների մշակման եւ արտահոսքի տեսանկյունից։ Կառավարությունում թեև հակադարձում են, որ շտեմարանում պահպանվելու է միայն հեռախոսի email կոդը առանց անձնական տվյալների, սակայն մասնագետները դրան չեն հավատում եւ հարց են ուղղում պատասխանատուներին։ Եթե անձնական օգտագործման համար հեռախոս ներմուծած քաղաքացին ինքը պետք է հեռախոսի տվյալները ներկայացնի, ինչպես է բացառելու անձնական տվյալների մշակումը։ Իդեպ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից մեզ համար օրինակելի համարվող Եվրոպայում նման շտեմարաններ գոյություն չունեն։ Խնդրահարույց օրինագծի կարգավորումները քննարկել ենք կիբերանվտանգության ոլորտի փորձագետ իրավաբան Գևորգ Այրապետյանի հետ։ Առաջարկում ենք Հայաստանում բջջային հեռախոսների email կոդերի միասնական համակարգներ դնել։ Դարձում է շատ ավելի վերահսկելի մեզ, ստեղծվում է ինչ-որ կազմակերպություն, ոչ պետական, որին շատ չափազանց շատ տվյալներ են տրվում։ Նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ։ Ինչի եք անձնական տվյալներ ուզում։ Կամբոջական, թուրքական, հնդկական, ռուսական մոդելն եք ընտրել Եվրոպայում տարածված հիմնական մոդելի փոխարեն։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է փոփոխ կոտրել։ Կառավարությունը ցանկանում է բջջային հեռախոսների email միասնական համակարգներ դնել։ Գործադիրի հավաստիացմամբ այս ոլորտում վերահսկողության բացակայությունը մի շարք խնդիրներ է ստեղծում, մասնավորապես չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված email կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, նաև անվտանգային ռիսկեր առաջացնում։ Հայկական շուկա մեծ քանակի չմաքսազերծված հեռախոսներ են բերվում, որքանով է հիմնավոր գործադիրի պատճառաբանությունը։ Կասկած ունենալու համար, որ այլ նպատակ կա, դեռ սկզբի համար պիտի հստակ լինեն այն նախնական նպատակները, որ մի հատ էլ կասկածենք, որ դա կարող է վերազանցեն կամ սահմանազանցեն։ Այս փուլում առաջին նախապայմանը ապահովված չի, չկա այդ նպատակների ամբողջական շրջանակը։ Այստեղ խնդիր կա հենց նախաձեռնության ու առհասարակ օրենքի նախագծի հիմնավորման հետ։ Հիմնավորումները բավարար չափով որոշակի չեն։ Երբեմն կան հիմնավորումներ կամ որպես հիմնավորում ներկայացվող պատճառաբանություններ, որոնք ընդհանուր են, կամ անորոշ են, կամ անսահմանափակ են։ Օրինակ թվային այլ ծառայություններ մատուցելը շատ հաճախ մարդկանց համար ու ինձ համար նույնպես անհասկանալի է, թե դրա տակ ինչ է մտնում։ Իհարկե կառավարությունը իր պարզաբանման մեջ օրինակ է բերել, բայց օրինակ բերել ինքնին վկայում է նրա մասին, որ նման արտահայտություններ ու նման հիմնավորումները չափազանց ընդհանուր են։ Ու այստեղ մի խնդիր էլ կա, որ իհարկե ցանկացած երկիր
կարող է եւ պիտի պայքարի մաքսանենք ճանապարհով ապրանքների ներմուծման դեմ, բայց այդտեղ համաչափության հարց է բարձրանում, թե որքանով է անհրաժեշտ հենց այսպիսի տվյալների շտեմանան ստեղծել այդ նպատակին հասնելու համար։ Ինչ ռիսկեր է պարունակում email միասնական համակարգի ստեղծումը քաղաքացիների համար։ Նախ ցանկացած օրենքի ճակերտներում ասած կտոր, ցանկացած նախաձեռնություն, դրույթ, օրենք հենց ինքնին, որը նախատեսում է մարդու տվյալների հետ որևէ գործողություն, պիտի մշակվի եւ ձևավորվի տվյալների հետ վարվելու հիմնարար կանոններին, սկզբունքներին համապատասխան։ Ու ցանկացած այնպիսի նախագիծ, այնպիսի օրենք, այնպիսի կարգավորում, որը չի համապատասխանում այդ կանոններին, ինքնին ունի ռիսկեր տարբեր իրավունքների, տարբեր միջամտության տեսանկյունից, որոնք կարող են կապված լինել մարդկանց տվյալների անօրինական օգտագործման հետ։ Որ շատ չծանրաբեռնենք մարդկանց, ապա մի պարզօրինակ կարելի է ներկայացնել, այս շտեմարանը յուրօրինակ white list է, այսինքն այնտեղ ներառված email-ները օրինականության կանխավարկածով են ներառվում, որևէ email եթե օրինական չի, ապա դրա կողքին նշում է արվում ու այն բոլոր email-ները, այն սարքերը, որոնք չեն լինի այս ցանկում կամ մակնշված կլինեն որպես ոչ օրինական, ծառայություն չեն ստանա։ Սա նշանակում է, եթե որևէ մեկը անօրինական հասանելիություն ստացավ այս համակարգին կամ անօրինական հասանելիություն ստացավ այն գործիքին, որով մակնշում են email-ները որպես օրինական կամ անօրինական, ապա կարողանա օրինակ սահմանափակել իմ կամ ձեր ծառայությունը։ Սա շատ պարզ տիպիկ մեկ դրվագ է դրա։ Ոլորտի մասնագետներն ահազանգում են, որ email կոդերից զատ մշակվելու են քաղաքացիների անձնական տվյալներ, մինչդեռ հուլիսի 1-ին տարածած պարզաբանմամբ կառավարությունը հավաստիացնում է, թե շտեմարանում պահպանվելու է միայն հեռախոսի email կոդը, առանց անձնական տվյալների։ Հակասություն չկա։ Այս պահին շտեմարանը ենթադրում է email-ների եւ email գրանցողների մասին տեղեկություն, այլ ոչ թե օգտագործողների, բայց գրանցողները նույնպես այս օրենքի նախագծի տրամաբանությամբ կարող են լինել նաեւ ֆիզիկական անձիկ, դրանք հեռախոս ներմուծող անհատ ձեռնարկատերերն են, իրենք ֆիզիկական անձիկ են, մարդիկ են, ինչպես նաեւ են օգտագործողները, ովքեր անձնական նպատակով անձամբ կամ որևէ փոստային կամ այլ ծառայության միջոցով հեռախոս բերեն Հայաստան հենց իրենց օգտագործման համար։ Իրենք նույնպես մարդիկ են ու ըստ օրենքի նոր խմբագրված հասկացության այդ մարդկանց, այսինքն գրանցողների տվյալները շտեմարանը պիտի ներառի։ Հետևաբար այստեղ օրենքի տեքստը չի ասում այն, ինչ ասում է կառավարությունը, օրենքի տեքստը համադրելի չէ կառավարության ասածի հետ, նշանակում է թե կառավարության մտադրությունը անձնական տվյալներ չմշակելն է, ապա օրենքը այս տեսքով ընդունելի չէ ընդհանրապես։ Եվ օրենքում մի դրույթ էլ կա, որտեղ նշված է, որ շտեմարանի ձևավորման նպատակով բջջային կապի օպերատորները ադմինիստրատորին փոխանցում են բառացիորեն իրենց հաճախորդների անձնական տվյալները։ Հետևաբար այս նախագծում կա ուղղակի վկայակոչում անձնական տվյալների մշակման վերաբերյալ։ Կառավարությունը հայտարարում է, թե նախագիծը մշակվել է միջազգային փորձի հիման վրա, որ երկրներն են email միասնական համակարգներ դրել եւ ինչ հիմնավորմամբ։ Այդ երկրները այնպիսի երկրներ են, որոնք համադրելի չեն իրավունքի մշակույթին, որ ունենք մենք, օրինակ եվրոպական իրավունքի մշակույթին, այդ երկրներն են օրինակ բոլորովին վերջերս միացած Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Նեպալը եւ այլն, նմանատիպ երկրներ են այդ ցանկում, Ղազախստանը, դա չի կարող համարվել լավագույն միջազգային փորձ, եւ այստեղ հարցը միայն երկրների անունների վկայակոչումը չէ, դա փաստարկ է նրա, որ այս մոդելը, որ կարգավորման առաջարկվում է, համադրելի չէ այն լավագույն փորձին, որտեղ կարևորվում են մարդու իրավունքներին չմիջամտելու երաշխիքները կամ տվյալների պաշտպանությունը։ Ինչպես կարելի է կանխել ապօրինի ճանապարհով բջջային հեռախոսների ներմուծումը։ Կառավարության առաջարկած լուծումը լավագույնն է, ինչ է ցույց տալիս զարգացած երկրների փորձը։ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի ղեկավարը նախագահ Ներսես Երիցյանը հարցազրույցի ընթացքում ասում են, որ անձնական տվյալներ չեն մշակվելու այս կոնտեքստում ու խոսք է գնալու բացառապես սարքերի email-ների մասին։ Այստեղ իրականում, եթե իրավական տերմինաբանությամբ ասենք, խոսք է գնում ապանձնավորված շտեմարանի մշակման մասին, երբ չկան մարդու տվյալներ։ Եվ համեմատության մեջ եթե նայենք, ունենք մի շտեմարան, որը անձնական տվյալներ է պարունակում, եւ երկրորդ շտեմարանը, որը անձնական տվյալներ չի պարունակում։ Երկրորդի մոդելը ապանձնավորված եղանակով կամ առանց տվյալների մշակման շտեմարաններ ստեղծելը շատ ավելի երաշխիքային միջոց է նույն նպատակին հասնելու, համաչափ միջոց է նույն նպատակին հասնելու, քան անձնական տվյալներով առաջին տարբերակ ընտրելը։ Արցախյան 3 պատերազմների բողով անցած Սեդրակ Խաչատրյանի պատմությունը շատերի գութը շարժեց։ Իսկ մեզ հավատ ներշնչեց այն, որ հանուն հայրենիքի սեփական կյանքը զոհելուն պատրաստ մարդկանց նկատմամբ հարգանքը չի պակասել։ Սա ամենակարևոր փաստն է, որ կցանկանայի արձանագրել։ Անկեղծ ասած, երբ անցած կիրակի ներկայացնում էի Սեդրակի ընտանիքի տխուր պատմությունը,
Մտավախություն ունեի, որ պատերազմի մասնակիցների դեմ վերջին ժամանակահատվածում տարվող քարոզը կարող է ազդել Սեթրակին տրվելիք օգնության ծավալի վրա։ Բայց ոչ։ Ուրախությամբ պետք է խոստովանեմ, որ սխալվել եմ։ Եթե հիշում եք, պատմել ենք, որ Սեթրակը պատերազմների ընթացքում 2 վիրավորում է ստացել։ Սա էլ բավարար չէր, նաև վթարի էր ենթարկվել, ինչ հետևանքով առողջական հին խնդիրներին ավելացել էին նորերը։ Հիմա ուշադրություն։ Անանում մնալ ցանկացող բժշկական մի կենտրոն իր վրա վերցրեց հետագա բուժման ծախսերը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք նաև այն ընկերություններին ու անհատներին, ովքեր աջակցեցին Սեթրակին եւ նրա անչափահաս 2 որդիներին։ Եթե բոլորին թվարկեմ, եթերային ժամանակը չի բավականացնի։ Միայն նշեմ, որ այս ընտանիքի պատմությանն արդեն ծանոթ են նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Մեր սփյուռքահայ բարեկամները եւս գումար են տրամադրել։ Այդուհանդերձ փաստենք, որ Սեթրակ Խաչատրյանի ընտանիքը դեռ շատ խնդիրներ ունի։ Սոցիալական դժվարությունները սակայն չեն կոտրում հոգով եւ էությամբ մարտիկին, առավել եւս հիմա, երբ ձեռք բերեց նոր ընկերներ, որոնք առաջին իսկ կանչի դեպքում պատրաստ են կանգնել նրա կողքին։ Այս պատմությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ երբ միավորվում են սրտացավ մարդիկ, նույնիսկ ամենածանր ճանապարհը դառնում է ախտահարելի։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի «Ոգու եւ հավատի ուժը» տեսանյութը։ Կյանքում կան մարդիկ, որոնց համար ամեն օրը նոր փորձություն է, բայց նրանք շարունակում են ապրել արժանապատվորեն, չկորցնելով հավատն ու ընտանիքը պահելու ուժը։ Սեթրակ Խաչատրյանի ընտանիքը երբեք չի կորցրել կորովը։ Պատերազմների բովով անցած, պատերազմների կրակը տեսած Սեթրակը հիմա կքել է ընտանիքի սոցիալական դժվարությունների ծանրության տակ։ Այսօր երկար ու դժվար ճանապարհից հետո նրանց տուն ենք վերադարձել արդեն ոչ միայն լսելու ու տեսնելու, այլ նաև աջակցություն հասցնելու փոփոխություն բերելու նպատակով։ Իմ ամբողջ կյանքը ես տվել եմ իմ երեխեքին։ Թող ես այս մանգամ, բայց իմ երեխեքը լավ մարդիկ դա։ Մեր նախորդ այցելության ժամանակ Սեթրակ Խաչատրյանը պատմում էր պատերազմներից հետո իր կյանքի դժվարությունների, առողջական խնդիրների, կենցաղային ծանր պայմանների եւ ընտանիքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների մասին։ Այդ պատմությունը չէր կարող անտարբեր թողնել։ Նրանց այցելեցինք բազմաթիվ նվերներով, հույսով, որ դրանք կթեթևացնեն ընտանիքի ծանր առօրյան։ Մարդիկ կան մեր աշխարհում, որ մնացել են լիքը Ագին հոգսերս թեթևացավ, շնորհակալ եմ, Աստծո վրն է ամեն մի բանը, երեխեքիս ուրախությունը։ Մեր տուն մարդիկ են եկել, մեզի մենք նվերներ ենք ստացել։ Սեթրակի առողջական խնդիրները եւս առանց ուշադրության չմնացին պատերազմների եւ ամիսների առաջ տեղի ունեցած ծանր վթարի հետևանքով նա այսօր շարունակում է պայքարել մի շարք լուրջ առողջական բարդությունների դեմ։ Նրա անելանելի վիճակը տեսնելուց հետո բժշկական կենտրոններից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, պատրաստակամություն հայտնեց աջակցել։ Բուժ հաստատությունում Սեթրակը կանցնի անհրաժեշտ համալիր հետազոտությունները, որոնց արդյունքների հիման վրա էլ մասնագետները կկազմեն անհատական բուժման եւ վերականգնողական ծրագիր։ Սա կարևոր քայլ է Սեթրակի առողջության վերականգնման ճանապարհին եւ հերթական ապացույցը, որ մարդկային հոգատարությունն ու մասնագիտական աջակցությունը կարող են նոր հույս պարգևել, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ 50 տարեկան արդեն ուժ տղա եմ, գնացել եմ բազմիցս ընկերել ապայել, որ վատացել եմ, տարել եմ սկորիով թեգուս, գումարային խնդիրներով ասել եմ մի ցավազրկող սրսկեք եթեմ տուն։ Ու տես պայել եղել է, շատ է եղել։ Դա արդեն համ տարիքն է իրան ասում, համ առօրյան կյանքը, ոնց ասեմ, քուրս, կլինի էլի լիքը։ Ես շնորհակալ եմ նորից ձեր աջակցության համար։ Առաջիններից մեկը, ով արձագանքեց մեր կոչին, մեկ կահույքի խանութ սրահն էր։ Ընկերությունը, որն առաջարկում է որակյալ եւ ժամանակակից կահույքի լայն ընտրանի, այս երեխաների համար անակնկալ էր պատրաստել։ Ջանիբեկն ու Հովանեսը ստացան նոր մահճակալ, զգեստապահարան եւ սենյակի համար անհրաժեշտ այլ կահույք։ Երեխաների աչքերում ուրախությունն ամենից խոսումն էր։ Նրանք վերջապես կունենան իրենց հարմարավետ անկյունը։ Որ դարակ ունեցանք, կարան գրքեր դնեին, գրիշներ, պարագաներ, շորեր, մենք արդեն վերշեր ունենք, իմ աղբերը կառավատ ունի, ես է գարդիրոբա, տենց լավ բաներ, մենք արդեն մեր սենյակում ունենք, տենց
կդնենք այդտեղ, մեր շորերը կդնենք մեջը։ Ակուրատնի կնստեն իրան ժամերին, իրենց դասերը կպարապեն։ Ну, առօրյան լավ կանցնի, ես էլ կուրախանամ նայելով կողքից ամեն ինչը։ Ընտանիքի կենցաղային պայմանների բարելավմանն աջակցեց նաև Արգավանդ ԵՄ-ը, տրամադրելով հարմարավետ ու նորաոճ աթոռներ, որոնք անմիջապես իրենց տեղը գտան հյուրասենյակում։ Տղաների ամենամեծ երազանքներից մեկը նոր սմարթֆոն ունենալն էր։ Mobile Center բջջային խանութ սրահի աջակցությամբ երազանքն իրականություն դարձավ։ Որդիներն այլևս հոր հետ մշտական կապի մեջ լինելու հնարավորություն կունենան։ Ես ուրախացա, որ հեռախոս ունեցա, որովհետև որ պապան էթա post-եր, ես կարամ զանգեմ իմանամ ինչ կա, չկա։ Ես կարամ զանգեմ իրան իմանամ։ Edit Print հրատարակչությունը նույնպես միացավ բարեգործական նախաձեռնությանը։ Ընկերությունը երեխաներին փոխանցեց գեղարվեստական եւ ուսումնական գրքերի մեծ փաթեթ։ Ջանիբեկն ու Հովանեսը խոստովանեցին, որ վաղուց էին ցանկանում ունենալ սեփական փոքրիկ գրադարանը, սակայն ընտանիքի հնարավորությունները թույլ չէին տալիս։ Որ ես եթամ դասի, գրքերը մի հատ գիրք կտանեմ, դասընկերներիս հետ կարդամ, լավ գրքերը կկարդանք մենք։ Ու խելացի կլինենք, կմեծանանք, լավ մարդիկ դառնանք։ Մեր մշտական գործընկեր Ակվատեկ մարզաառողջարանային համալիրը որոշեց երեխաներին նվիրել անմոռանալի օր։ Համալիրի ներկայացուցիչը նրանց անձամբ հրավիրեց 1 օր անցկացնելու ջրային գոտում։ Պետրակ ջան, Ակվատեկ ընկերությունը ձեր պատմությանը ծանոթացավ։ Բազում բեռ ունեք, հոգսեր ունեք ձեր առջև դրված, իսկ ձեր երեխաների զվարճանք այս ամառվա շոկ օրերին մի փոքր կուզենք մեզ վրա վերցնենք եւ սիրով ձեզ հրավիրում ենք Ակվատեկ ուրախ ժամանց անցկացնելու։ Երեխաները մեծ ոգևորությամբ վայելում էին լողավազանները, ջրային խաղերը եւ ժամանցը, իսկ օրվա ավարտին նրանց սպասվում էր համեղ հյուրասիրությունը։ Տան հոգսերը թեթևացնելու նպատակով Mr. Gin ընկերությունը տրամադրեց տան համար անհրաժեշտ մաքրող միջոցների եւ հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշար։ Մեր աջակիցների շարքը շարունակում է ընդլայնվել։ Այս անգամ Սեթրակ Խաչատրյանի ընտանիքին օգնության ձեռք մեկնեց նաև Coffee Burmung պրեմիում դասի սուրճի բրենդը։ Ընկերությունը, որը հայտնի է բարձրորակ սուրճի արտադրությամբ եւ բացառիկ համային տեսականիով, ընտանիքի համար առատ նվերներ էր պատրաստել։ Փաթեթում տարբեր տեսակի սուրճեր ու համեմունքներ էին, ինչպես նաև բնական պնդուկով եւ կակաոյով պատրաստված շոկոլադե կրեմ։ Սակայն աջակցությունը այստեղ չէր սահմանափակվել։ Ընկերությունը նաև դրամական օգնություն էր տրամադրել, որը կուղղվի Սեթրակի ընտանիքի առաջնահերթ կարիքների լուծմանը։ Նու բաներ կա, որ ժամանակներ էր պետք, որ տանջվեի, առնեի կամ բան, դուք ահագին ինձ օգնեցիք։ Նրանց պատմությունը հուզել էր նաև մեր մշտական գործընկեր Էկոկոմֆորտ ընկերությանը։ Դռների եւ պատուհանների արտադրությամբ հայտնի ընկերության ներկայացուցիչները անձամբ այցելեցին ընտանիքին, փոխանցելով դրամական աջակցություն։ Նրանք նշեցին, որ նման նախաձեռնություններին մասնակցելը կարևոր առաքելություն է, հատկապես երբ խոսքը հայրենիքի համար պայքարած մարդու ընտանիքի մասին է։ Ձեր կնոջ կորստից հետո կյանքի բեռը միայնակ եք կրում մեծացնելով ձեր 2 տղաներին։ Էկոկոմֆորտ ընկերությունը լսելով ձեր ընտանիքի պատմության մասին, պատրաստակամություն հայտնեց օգնել ձեր ընտանիքին լինելով ձեր կողքին, որպեսզի փոքր չափով հեշտացնենք ձեր ընտանիքի հոգսերը։ Աստծուց կխնդրենք, որ առողջ լինեք, ուժեղ, որ միշտ երեխաների կողքին լինեք, հասցնեք իրենց նպատակներին։ Ապրեք, շնորհակալ եմ նորությունից։ Տղաների քաղցրակերության մասին էլ մտածել էին մեր գործընկերները։ Ռուսկի բիսկվիտ ընկերությունը երեխաներին իր ամենապահանջված թխվածքաբլիթների եւ քաղցրավենիքի լայն տեսականուց էր ուղարկել։ Նախաձեռնությանը միացել էր նաեւ Տավուշ Sweet ընկերությունը, ընտանիքին տրամադրելով փախլավաների, թխվածքաբլիթների եւ այլ քաղցրավենիքների հարուստ ընտրանի։ Իսկ Տավուշ Meat ընկերությունը դրամական աջակցություն էր ցուցաբերել։ Սպասում ենք, որ պապան իջներ խմորեղեններ առնել, բայց արդեն մենք խմորեղեններ ամեն ինչ ունենք, մենք կարանք ուտենք արդեն։ Արզնի հոլդինգ ընկերությունը կատնամթերքի պաշարը լրացրեց մեծ տեսականիով ու իր օգնությունը լրացրեց նաև դրամական աջակցությունով։ Ես շատ ուրախացա, որ տեսա այդ համով բաները, ես ուրախացա, որ արդեն կարանք այդ համով բաները ուտենք։ Շատ լավ բաներ են։
Սեթրակ Խաչատրյանի պատմությունը հասել էր նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ֆրանսիայում եւ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցներ Արսենն ու Արայիկը անմիջապես արձագանքեցին եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցել ընտանիքին ֆինանսապես։ Նրանց նախաձեռնությանը միացան նաև Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզը, Դավիթը եւ Arix Group ընկերությունը։ Նրանց ցուցաբերած դրամական օգնությունը հնարավորություն կտա թեթևացնել ընտանիքի ֆինանսական բեռը եւ աստիճանաբար լուծել կուտակված պարտավորությունների մի մասը։ Պարտքերս կթեթևացնեմ, երեխեքիս ինչ-որ հարցեր կա սաղ կլուծեմ, ու մնացածն էլ Աստծով էլի։ Մեր համար սեպտեմբերին կոշի կառնի, շոր կառնի, որը տենց սիրուն ակնվենք, որ գնանք դասի։ Սննդի պաշարն ապահովելու գործում իրենց կարևոր ներդրումն ունեցան նաև մեր մշտական գործընկերները։ Sunfood ընկերությունը սեփական արտադրության խմորիչներից, սփրեդից եւ բուսական յուղերից բացի ընտանիքին ուղարկել էր նաև մայոնեզ, տոմատի մածուկ եւ կետչուպ իր նոր տեսականուց։ Դուք շատ լավ մարդիկ եք, որ մեզի օգնեցիք, իմ պապայի գործերը թեթևացեցիք, որ տենց լավ բաներ մեզի բերեցիք։ Ձեզանից շատ շնորհակալ եմ։ Նարինե Մածուն ընկերությունը եւս անմասն չմնաց։ Ընտանիքը ստացավ բնական կաթից պատրաստված մրգային տարբեր համերով կատնամթերք, որը մեծ ոգևորությամբ ընդունեցին հատկապես երեխաները։ Հայրիկս մտածում է, որ մեզ ուտելիքներ առնի, որ մենք ուտենք, արդեն ուտելիքներ ունենք մենք։ Սննդի մի քանի ամսվա պաշարն ամբողջացրեց նաև Իջևանի գինու կոնյակի գործարանը, ընտանիքին տրամադրելով բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների մեծ տեսականի։ Իսկ մսամթերքի հարցը լուծեց Արաքս թռչնաֆաբրիկան։ Ընկերության ներկայացուցիչները սեփական նախաձեռնությամբ ընտանիքին հասցրեցին սառեցված մսամթերք, հավի կոտլետներ, նրբերշիկներ, այնպես որ տևական ժամանակ տան սեղանը առանց մսամթերքի չի մնա։ Սեթրակ ջան, Արաքս թռչնաֆաբրիկայի կողմից ձեր ընտանիքին բերել ենք բազմատեսակ մսի տեսականի, հապղտած տեսականի եւ կիսաֆաբրիկատների տեղական արտադրանքներ, որպեսզի լիանա ձեր խոհանոցը եւ ձեր սեղանը։ Մաղթում ենք ձեզ ուժեղ լինեք եւ ուժեղ կամք ունենաք, որպեսզի ձեր բոլոր խնդիրները կյանքի ընթացքում լուծեք եւ անցնեք առաջ եւ շարունակական ոչ մի խնդրեմ չունենաք։ Շատ շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր աջակցությունի համար։ Եվ իհարկե այս ամբողջ օգնությունը հասցեատերերին անվտանգ ու կազմակերպված փոխանցելու գործում իր կարևոր ներդրումն ունեցավ Լեգարա բեռնափոխադրող ընկերությունը։ Նրանց շնորհիվ բոլոր նվերներն ու օգնության փաթեթները ժամանակին եւ առանց դժվարության Սեթրակի տուն հասան։ Պապաս որ տեսավ այդ գազելը, շատ ուրախացա, որ այդ ավտոյի մեջ լիքը նվերներ կար։ Ամենաառաջինը երեխեքիս ու պարտքերս կթեթևացնեմ, որ դուրս րոպե մեկ չթեթեմ, խանութա եւ այլ հագին խճճված իրավիճակի մեջ եմ նորից շնորհակալ եմ բոլոր մեր բարերար, մեր լավ մարդկանց։ Աստծո լինի, ամեն մի բանը, ամեն մի աջակցությունը Աստծո լինի։ Սոցիալական ծանրագույն դժվարությունները անշուշտ չեն կարող կոտրել պատերազմների կրակը տեսած մարդուն։ Սեթրակը ծանրությունների ճանապարհը կտրել է պատվով։ Այսօր նրանց կյանքում իհարկե դեռ կան լուծման սպասող հարցեր, բայց կա նաև ամենակարևորը վստահությունը, որ միայնակ չեն։ Բարի մարդկանց աջակցությունը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ ամենածանր իրավիճակներում մարդկային հոգատարությունը նոր շունչ ու ոգի է տալիս։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք ապահովագրությունն էլ ապահովագրության կարիք ունի։ Առաջարկել են նեղ մասնագետի խորհրդատվության համար միայն 1.5 ամիս հետո իրենց մոտ վերադառնալ։ Տեղ չկա։ Երկար սպասելը ոչ միայն կոնկրետ մեկ մարդու առողջության, այլև մի ամբողջ համակարգի վրա է իր ազդեցությունն ունենալու։ Բերելու է Հայաստանի Հանրապետությունում քրոնիկ հիվանդությունների ավելացման։ Ոչ համակարգներ բեռնուսերին առնելուն ունակ, ոչ էլ նույնիսկ բժիշկները գիտեին ինչի հետ են գործ ունենալու։ Այո, մենք ունենք թերապևտներ, ովքեր որ շատ պահանջված է։ Այս ծրագիրը մեր երկրում գործարկվեց հանպատրաստից։ Իրականության մեջ իր դիսպանսերի հսկողության շղթան խաթարվելու է։ Առաջիկա ամիսներին ապահովագրական համակարգում իրավիճակը սրվելու է։ Լիմիտավորում ադրվելու ամեն հիվանդանոցի վրա կոնկրետ քանակի։ Մի ամսում նիհարեցի 7-ից 8 կիլո։ Բավականին գոհ է արդյունքից, ավելի շուտ գոհ էր։ Ստամոքսը ցավում էր անընդհատ։ Հատուկ սննդակարգը մեկը մյուսի հետևից ի հայտ է բերում հարակից բացասական էֆեկտները։ Սա մի խնդիր է, որը
շատ դժվար է լուծում։ Մարդու ստամոքսը փոքրանում է եւ ցանկացած սնունդ հանգեցնում է կծկումների։ Նյարդերը տեղի են տալիս։ Քաշ հավաքելու վախ, արագ նիհարելու ձգտում։ Քաշը գնաց եկավ։ Բացված կծիկը հետո է հասնում սխալ սննդակարգին։ Դրա համար էլի տեսնում եք որ կապություն։ Կան բժիշկ սննդաբաններ, ովքեր լիցենզավորվում են, եւ կան ճակատավոր սննդաբաններ։ Հանցագործություն են անում։ Դրանք հաճախ նշանակում են սննդաբանությունից բավականին հեռու մարդիկ։ Տեղապարկը կծկվում է, լեղին գնում է դեպի 12 մատնի աղեք ու Առողջության համընդհանուր ապահովագրությունը Հայաստանում գործում է արդեն կես տարի, ու թվում է, թե գնալով դժգոհների թիվը պետք է նվազի, բայց դա մի թվում է։ Ապացույցը պոլիկլինիկաներում գոյացող հերթերն են։ Շատերը ստիպված են բժշկի հետ հանդիպմանը սպասել մոտ 1.5 ամիս։ Ու եթե նաև հաշվ ենք առնում փաստը, որ եկող տարվանից ծրագրի շահառուների թիվը ավելանալու է, ներառելով նաև տաքսու վարորդներին եւ քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատողներին, զարմանալի չէ, որ մասնագետների կանխատեսումները համակարգի գործունեության արդյունավետության մասով հորետեսական են։ Ասում են, այնքան կարևոր չէ, թե արդյոք ծրագրում կներառեն, ասենք, 2 աշխատանք ունեցողին, անհատ ձեռնարկատիրոջը կամ փոփոխական աշխատավարձ ստացող թոշակառուին։ Համակարգի արդյունավետությունը նախ եւ առաջ գնահատվում է մատուցվող ծառայությունների քանակով եւ որակով։ Այսինքն կարևորն այն է, թե հանրությունը բժշկական ինչ քանակի եւ որակի բուժօգնություն է ստանում։ Ցավոք, հատկապես ընտրություններից հետո այս առումով գլուխ գովալու տեղ չունենք։ Դե ում դուրը կգա, եթե պոլիկլինիկաներում գուժեն, որ եթե պահանջվող դեղերի ու բուժ ծառայությունների գումարը գերազանցում է 60,000 դրամը, ապա պետք է առնվազն 1 ամիս սպասել։ Երբ ժամանակին ասում ենք, որ չի կարելի առանց համապատասխան ենթակառուցվածքների ապահովման եւ տարատեսակ նրբությունները հաշվի առնելու նման կարևորագույն համակարգ գործարկել եւ որ ինչ որ փուլում այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, մեզ մեղադրում էին գույները խտացնելու եւ առանձին դեպքերը բացարձականացնելու մեջ։ Ընտրություններից ընդամենը 1 ամիս անց արձանագրում ենք, որ մեր կանխատեսումներն ու իրականությունը իրարից շատ չեն տարբերվում։ Էդուարդ Պողոսյանն է շրջել պոլիկլինիկաներով, լսել դժգոհողների փաստարկները եւ այժմ կներկայացնի փորձի վերջը փորձանք տեսանյութը։ տեղ չկա։ Սա միակ պարզաբանումն է, որը լսել է լրագրող Սեդա Մակարյանը, երբ պոլիկլինիկայում առաջարկել են նեղ մասնագետի խորհրդատվության համար միայն 1.5 ամիս հետո իրենց մոտ վերադառնալ։ Գնացի տեղամասային պոլիկլինիկա, որտեղ գրանցված եմ, գնացի հունիսի 29-ին, նեղ մասնագետը, որին պիտի այցելեի, որ մոտ ուղղորդել էր թերապևտը, օգոստոսի 18-ին միայն կարող էր ինձ ընդունել, այսինքն հունիսի 20-ից օգոստոսի 18-ը թե հիվանդի առողջական վիճակում ինչ կլինի, ինչ փոփոխություններ դեպի բացասական կլինեն, հարցա ու ազատ տեղ չկա։ Ընդ որում Սեդա Մակարյանը նույն խնդրի առաջ երկրորդ անգամ է կանգնում, ամիսներ առաջ էլ, կոնկրետ ապրիլին, տատիկին էր հերթագրել սրտաբանից խորհուրդ ստանալու համար։ Բժիշկն ընդունեց միայն հունիսին, դարձյալ մոտ 1.5 ամիս հետո։ Երբ մենք այցելեցինք նեղ մասնագետի մոտ այս դեպքում սրտաբանի, հերթերն այնքան երկար, այնքան շատ էին, մոտ դրան մոտ 50-ից 60 հոգի սպասում էր իր հերթին, թեպետ բոլորը ժամով գրանցվել էին։ Բացի դրանից, հիվանդանոցում ստացիոնալ բուժում ստացող հիվանդներին արտահերթ էին ընդունում։ Եվ այդ 60 հոգուց բացի 5 րոպեն մեկ նոր հիվանդ էր գալիս, ով նաև բուժում է ստանում այդ հիվանդանոցում։ Այն, որ նեղ մասնագետի խորհրդատվության համար անհրաժեշտ է 1 ամիս եւ մի փոքր էլ ավելի սպասել, առողջապահության նախարարությունում նորմալ են համարում, խնդիր չկա, ասում են։ Նույնիսկ աշխարհի ամենաառաջատար բժշկական համակարգեր ունեցող երկրներում բուժառուն կարող է այդքան ժամանակ դեռ նույնիսկ ավելի երկար հերթում մնալ։ Ի վերջո բժիշկը մեկն է, բուժխորհրդատվության կարիք ունեցողները շատ։ Այս ընթացքում էլ ուրեմն առաջնային օղակում մեր միջին սպասելու ժամանակը չի անցել 2 շաբաթը, այո մենք ունենք թերապևտներ, ովքեր որ շատ պահանջված է եւ այո նրանց մոտ կարող է անհատ թերապևտների մոտ ավելի երկար լինի սպասման ժամանակը, բայց միջին հերթագրման ժամկետը 2 շաբաթ է, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ։ Առողջապահության ոլորտի մասնագետների փորձագիտական կանխատեսումները սակայն նույնքան դրական չեն, որքան պատասխանատուների վերլուծությունները։ Պետական առողջապահական գործակալությունը նախկինում ղեկավարած Ծաղիկ Վարդանյանն ասում է, բուժայցելության հնարավորություն ունենալու համար երկար սպասելը ոչ միայն կոնկրետ մեկ մարդու առողջության, այլև մի ամբողջ համակարգի վրա է իր ազդեցությունն ունենալու։ Բերելու է Հայաստանի Հանրապետությունում քրոնիկ հիվանդությունների ավելացման։ Նախկինում հստակ ամրագրված էր, որ 11 նեղ մասնագետներ
պետք է պոլիկլինիկայում արկա լինեն։ Քաղաքացին գտնվում էր դիսպանսեր հսկողության տակ։ Հիմա այդ սկզբունքը դիսպանսերը վերցրել են, տվել են առաջնային օղակի բժշկին, որից հետո ընդհանրապես ազատականացված է նեղ մասնագետը։ Այսինքն էլ չկա 11, եթե դու լիցենզիա ունես, օրինակ, նեյրովիրաբուժի, ուրեմն քեզ կարող է նեյրովիրաբուժի ուղարկել, էլի։ Նույնը գործնական օրինակով։ Այլևս շաքարային դիաբետով հիվանդը պարտավոր չի, որ միշտ իր դիսպանսեր հսկողության բժշկի մոտ գնա, մի օր մի տեղ է գնալու, մի օր մի տեղ, մի օր մի տեղ, մի օր հարևանը ասելու է, մյուսը ավելի լավ է բուժում։ Իրականության մեջ իր դիսպանսեր հսկողության շղթան խաթարվելու է, որտեղ թերապևտը չի կարող այդ քանակի, այդ ծավալի գործ իրականացնել։ Հետևաբար առաջանալու է 1 ամիս, չգիտեմ, կես ամիս, 2 ամիս, այսպես ասած հերթագրումներ, որոնք բերելու են նրա առողջության առաջնային պահպանման, քրոնիկ հիվանդությունների հսկողության խաթարման։ Նախկինում եւ ներկայում գործող կարգերն առանձնացնելով փորձագետը նկատի է առնում նաեւ համակարգի մեգանորությունը, առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Պնդում է, այս ծրագիրը մեր երկրում գործարկվեց հանպատրաստից, ոչ համակարգն էր բեռնուսերին առնելուն ունակ, ոչ էլ նույնիսկ բժիշկները գիտեին ինչի հետ են գործ ունենալու։ Առողջության առաջնային պահպանման բժիշկներին ծառաբերել են մի այդ տեսակի, տեղից էլ նրանք ավելի շատ գրում էին, քան բուժում, հիմա առավել եւս, այս ծառաբերությամբ չի կարող առաջնային օղակի բժիշկը աշխատել, այսպես ասած, որակով, որակի մասին խոսք չկա, մարդիկ չգիտեն ուր են գնում, չգիտեն ինչ են լրացնելու, որտեղ են լրացնելու, այդ արմեդը ոնց են աշխատացնելու։ Հնարավոր էր խուսափել խնդիրներից, թեկուզ որ դրանք համակարգի դուռը չթակեին առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից ընդամենը 6 ամիս հետո։ Մասնագետները համոզված են գործընթացը ճիշտ կազմակերպելու, կառավարելու դեպքում դրանք նույնիսկ առավել երկարաժամկետ հեռանկարում չեզոքացված կլինեին։ Կարելի էր ավելի օպտիմալ կազմակերպել ամեն ինչը, պացիենտները ոչ թե սենց իրար վրայով քայլելով գային հասնեին բուժկենտրոններ եւ պարտադրեին, որ ինձ ուղեգիր տուր եւ այլն, այլ ըստ դիմելիության մարդը խնդիր ունի ստանալ ուղեգիր։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը երբ դեռ նույնիսկ չէր գործարկվել Հայաստանում, ոլորտի մասնագետներն արդեն զգուշացնում էին հնարավոր ռիսկերի մասին։ Փորձագետների գնահատմամբ այն մոտեցումն ու տեսլականը, որոնք ունի պատասխանատու կառույցն այս ծրագրի նկատմամբ եւ դրա հետ կապված, վերջնարդյունքում այն դարձնելու է ոչ թե լիարժեք ապահովագրական համակարգ, այլ պարզապես պետական պատվերի ընդլայնված շրջանակ։ Չարեցին շատ բան, որ պիտի անեին, այսինքն ճիշտ հաշվարկ չարեցին, ճիշտ չմոբիլիզացրեցին ռեսուրսները, ճիշտ չաշխատեցին բուժանձնակազմի հետ, որպեսզի նրանք պատրաստ լինեն, իսկ արեցին այն ինչ չպետք է անեին։ Մենք չունենք ապահովագրություն, մենք ունենք անցումային փուլ։ Պետական պատվերից փորձում ենք անցնել ապահովագրական համակարգի։ Չնայած առկա խնդիրներին, որոնք մատնանշում են փորձագետները, առողջության ապահովագրության համակարգը կընդլայնի շահառուների թիվը հենց առաջիկա հունվարից։ Քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսու վարորդները, մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողները եւս կդառնան ծրագրի շահառու։ Եվ 2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության մենք արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, այնտեղ մենք ունենալու ենք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներին եւ ուսանողներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Արդեն 28 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը արդեն ներառել առողջության ապահովագրության մեջ եւ ավարտել պետական պատվերի ծրագրերը 28 թվականի հունվարից արդեն պետական պատվերը որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի։ Բայց մինչև կառավարական նպատակները հասնում են 10-ամյակի վերջը, փորձագետները վստահ են առաջիկա ամիսներին ապահովագրական համակարգում իրավիճակը սրվելու է։ Լիմիտավորում է դրվելու ամեն հիվանդանոցի վրա կոնկրետ քանակի ապահովագրական դեպքերի սպասարկում, դրանից ավել չեն փոխհատուցելու, բուժկենտրոններն սկսելու են հերթագրելու մոտավորապես օգոստոս-սեպտեմբերից այդ հերթագրումը սկսվելու է։ Այսինքն այնուամենայնիվ մասնագետները հակված են կարծելու, որ պետական պատվերը մեր երկրում ոչ թե իր վերջալույսին է հասել, այլ այսպես ասած իր սովորական օրերն է ապրում։ Մեր առողջությունն ապահովագրված է, թեկուզ տարիներ անց, թեկուզ շատ տարիներ անց բոլոր հնարավոր ու անհնար խոստումներից։ Բայց պարզվում է ապահովագրությունն էլ ապահովագրության կարիք ունի, որպեսզի իր առողջությունն էլ դիմանա ճնշմանը։ Մնում է հերթում դիմանան բժիշկն ու բուժառուն, որ նրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին հավելյալ դուռ ստիպված չլինի թակել արդեն նաև ճնշման հարցերը կարգավորելու համար։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանգյուն։ Սոցիալական մեդիայի դարաշրջանում այլևս գոյություն ունի երկու աշխարհ։
իրական եւ վիրտուալ։ Գաղտնիք բացահայտաշեմ լինի, եթե ասեմ, որ վերջինը էական ազդեցություն է թողնում առաջինի վրա։ Նկատի ունեմ հանգամանքը, որ համացանցը եւ սոցիալական հարթակները դարձել են քարոզչական լրջագույն գործիքներ, գաղափարների, ճաշակի ու թրենդերի թելադրող։ Եվ ամենևին էլ էական չէ, թե ինչ է անում իրական կյանքում։ Կարևորն այն է, թե ինչպես են դա ներկայացնում համացանցում։ Այո, հիմա արդեն համացանցն է թելադրում, թե ինչ անես, ինչպես անես, ինչ հագնես, ինչ ուտես, ինչ տեսք ունենաս։ Այս վերջինի մասին ավելի մանրամասն։ Անշուշտ հիանալի է, երբ մարդը ունենում է գեղեցիկ, սլացիկ կազմվածք։ Ողջունելի է նաև, որ մարզասրահներ հաճախելը դարձել է թրենդային։ Գեղեցիկ մարմին ձեռք բերելու մյուս, այսպես ասեմ, համեմատաբար ջանք չպահանջող ձևը առողջ եւ առանց կալորիաների սննդակարգն է։ Էլի համաչափ մարմին է ձեռք բերում, սակայն առանց էներգիա, ուժ եւ ժամանակ վատնելու։ Բայց արի ուտես, որ ամեն սննդակարգ չէ, որ անհետևանք է մնում։ Համոզված եմ, որ յուրաքանչյուրից շրջապատում կա մեկը, ով սխալ սննդակարգի պատճառով առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել։ Հետևաբար հարցը, թե ինչու են մասնագետները շարունակում ամենօրյա ռեժիմով բացահայտել ինստագրամյան նոր սննդաբանների եւ նուտրիցիստերի, ռետորական չէ։ Այո, ինչպես արդեն ասացի, ոչ գրագետ դիետաների պատճառով մարդը կարող է ձեռք բերել առողջական լրջագույն խնդիրներ։ Իսկ դա տեղի է ունենում այն պատճառով, որ Հայաստանում սննդաբանները չեն լիցենզավորվում, ասել է թե ոլորտը չի վերահսկվում։ Ցանկացած մեկը կարող է ասենք Instagram-ում էջ բացել, գովազդել ու կարճ ժամանակում հավաքել վճարունակ հաճախորդների բանակ։ Հետո ասենք արհեստական բանականության օգնությամբ կազմել ինչ-որ սննդակարգ եւ մարդկանց համոզել, թե դա են իրարելու լավագույն միջոցը։ Մինչդեռ իրականությունը շատ ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել։ Թե ինչի մասին է խոսքը, Արմեն Աթալյանի շահավետ, բայց սև տեսանյութում։ Բավականին լավ արդյունք էր, էլի, մոտավոր մի ամսում նիհարեցի 7-ից 8 կիլո ու ահագին իջա, համարյա ստաբիլ 57 մնում էի ու շատ դուրս եկավ, էլի։ Մեր զրուցակիցը մեկն է այն հազարավոր համակարգացիներից, ով օգտվել է համացանցային սննդաբանի ծառայություններից քաշը ցանկալի մակարդակի բերելու համար։ Բավականին գոհ է արդյունքից, ավելի շուտ գոհ էր։ Ստամոքսս ցավում էր անընդհատ ու իմ ամենասիրած բանն էլ որ ուտում էի, սկսում էր ցավալ։ Ես զզվում էի անգամ ուտել իմ ամենասիրած բանը։ Այս նախանշաններին գումարվում են նաև թուլությունը, էներգիայի բացակայությունը, կենտրոնանալու անկարողությունը եւ նյարդային համակարգի գերլարվածությունը։ Հատուկ սննդակարգը մեկը մյուսի հետևից ի հայտ է բերում հարակից բացասական էֆեկտները։ Հենց հիմա եմ փուլում եմ, որ ես ոչ ոք չեմ կարողանում ուտեմ։ Հիմա ես ստիպում եմ ինձ, որ ինչ-որ բան ուտեմ, որ գոնե մնամ 55, որովհետեւ ավելի եմ իջնում։ Արդեն իջնում եմ, ասենց 54, 53 տատանվում եմ դրա մեջ ու գնալով ավելի եմ իջնում, էլի։ Սննդաբաններին այս սիմպտոմները լավ են ծանոթ։ Խոսքը բժիշկ սննդաբանների մասին է։ Մարդկանց, ովքեր տարիներով սովորել են բժշկական բուհերում։ Մարդու ստամոքսը փոքրանում է եւ ցանկացած սնունդ հանգեցնում է կծկումների, հետեւաբար սրտխառնոցի։ Դրանից բացի խախտվում են նաեւ օրգանիզմի որոշ ֆունկցիաներ։ Սա էլ մյուս ճակերտավոր սննդաբանների աշխատանքի արդյունքն է, որոնք չունեն գիտելիք, կրթություն, բայց ունեն հաճախորդների մեծ բանակ։ Մարդիկ նստում են, այսպես ասած, խիստ դիետաների վրա, մոնո դիետաների հաճախ, այսինքն մեկ մթերքով, երկու մթերքով բաղկացած լսած կլինեք հավի կրծքամսով դիետան, գրեչկա մածունով դիետան հայտնի, հա, կամ ինչ-որ տենց արագ շատ քիչ կալորիական որևէ սոկեր են խմում 7 օրվա, 10 օրվա։ Խնդիրն այն է, որ նմանատիպ դիետաները երկար պահել սովորաբար հնարավոր չի լինում։ Օրգանիզմն անում է իրենը, լինում է սուր պահանջ, պոռթքում եւ վերջ, կիլոգրամները վերադառնում են։ Բարձրանում է ախորժակը, նյարդերը տեղի են տալիս, տեղի ունենում ուժեղ պոռթկում, որի հետևանքով հետ են հավաքում ամբողջ քաշը, մի բան էլ ավել, որովհետև այդ հավաքած քաշը լինում է հիմնականում միայն ճարպային զանգված, եւ այս process-ը կոչվում է յո-յո։ Այն խաղալիքի օրինակով, որ քաշը գնաց եկավ։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ մարդը մի քանի ճակերտավոր դիետոլոգի է փոխել, փորձել է 10-ից ավելի դիետաներ, նիհարել ու քաշ հավաքել։ Բնականաբար այս ամենն ազդում է մարդու հոգեվիճակի վրա։ Քաշ հավաքելու վախ, արագ նիհարելու ձգտում եւ այլն։ Սովորաբար այսպես է լինում պատկերը։ Ես 70 կիլոգրամ էի, ուզում էի մի 5 կիլոգրամ նիհարեի, նվազեցրեցի 7 կիլոգրամ, 5 կիլոգրամ մեկ ամսում, հետո դարձա 80 կիլոգրամ հետ հավաքեցի, մինչև 80 կիլոգրամ։ 80-ից էի ուզում իջնեի, գոնե 70 լինեի։
իջա մինչև 70, հետո հավաքեցի մինչև 90։ Ներկապահին տարածում գտած չափազանց մոդայիկ դիետաներն ունեն օրգանիզմի վրա կողմնակի ազդեցությունների լայն սպեկտր։ Սովորաբար դրանք բացահայտվում են, երբ մարդը կոնկրետ առողջական գանգատներով դիմում է բժշկի։ Բացված կծիկը հետո է հասնում սխալ սննդակարգին։ Մարդուն պետք է ծավալ, սննդի ծավալ, ոչ թե մենակ միրգ ու բանջարեղեն։ Ինքը շատ լավ բան է, բայց այն պետք է համատեղել մնացածի հետ, հա։ Դրա համար էլի տեսնում եք փորկապություն։ Իրան թվում է, որ ինքը լավ բան է անում, ամբողջ օրը մենակ բանջարեղեն է ուտում, բայց եթե մենակ բանջարեղեն ուտի, կողքից ոչ մի ուրիշ բան չլինի, նախ օրգանիզմը էներգիա չի ունենա, որ մի հատ աղիները շարժվեն, երկրորդը չի լինի բավարար ծավալ, որ աղիները գործի։ Թրենդային սննդակարգերից շատերը ենթադրում են հրաժարում մեկ կամ մի քանի տիպի էլեմենտներ պարունակող սննդից, կամ հակառակը։ Շեշտը դրվում է ինչ-որ կոնկրետ էլեմենտի վրա։ Ընդհանրապես մեր լեղապարկը ինչի համար է, երբ որ մենք ճարպ ենք օգտագործում, լեղապարկը կծկվում է, լեղին գնում է դեպի 12 մատնի աղիք ու մասնակցում է ճարպերի մարսման process-ին։ Այսինքն, եթե մարդը չի ուտում ընդհանրապես ճարպեր, իսպր վերացնում է, համ լավ ճարպերը, համ կոպիտ ասած վատ ճարպերը, այդ լեղապարկը գործ չունի անելու։ Լեղին այնտեղ կուտակվում է, արդյունքում մենք կարող ունենանք սլաջ, հետո իհարկե քարեր։ Ամենահայտնի սպիտակուցային սննդակարգը երբ որ նշանակում է, եւ եթե մեր քաղաքացիները ունեն օրինակ երիկամի հետ կապված անգամ թաքնված դեռ ոչ հայտնի խնդիրներ, ապա նրանք կարող են լուրջ առողջական խնդիրներ ունենալ։ Հիմա on-line տիրույթում եւ դեղատուներում կան տասնյակ հավելումներ եւ խառնուրդներ, որոնք բժիշկը բնականաբար կարող է նշանակել, բայց խնդիրն այն է, որ դրանք հաճախ նշանակում են սննդաբանությունից բավականին հեռու մարդիկ։ Ինչ որ դեղաբույս է, ինքը կարող է դա խմի։ Դա բերում է ջրազրկման, դա բերում է փորլուծության, դա բերում է էլեկտրոլիտների դիսբալանսի ու սենց շարքը սենց գնում է։ Այս հենց այն ամենը մինիմալը։ Բայց քաշի նվազում։ Քաշի, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, մենք մարդու մոտ ինչ ենք ուզում, որ ուղղակի տուպը իր քաշը կշեռքի վրա իջնի, թե իր ճարպային հյուսվածքը իջնի։ Լրիվ տարբեր բաներ են։ Օրինակ մագնի B6 է եւ տարբեր տեսակի մագնեզիումները հաճախ այդ բադերի մեջի պարունակությունը լինում է դեղորայքին համարժեք, սակայն գրանցվում են որպես բադեր, ցույց տալով ավելի ցածր պարունակություն։ Պրոբլեմը նրանում է, որ այս դեղորայքի նշանակումը կատարում են ոչ բժիշկները։ Ըստ էության սննդային հավելումների ոլորտը, որը փոխկապակցված է տարատեսակ սննդակարգերի հետ, որևէ կերպ չի վերահսկվում։ Չի վերահսկվում նաև սննդաբանների գործունեությունը։ Կան բժիշկ սննդաբաններ, ովքեր լիցենզավորվում են, եւ կան չակերտավոր սննդաբաններ, որոնք կարող են հայտարարել, որ իրենք նուտրիցիստ են, ոլորտ, որը չի լիցենզավորվում։ Սրանից էլ ածանցվում է հետևությունը, որ պետությունը վերահսկողություն իրականացնելու պարտավորություն չունի։ Իրականում այն ամենը, ինչը ազդում է մարդու առողջության վրա, պետության հսկողության տիրույթում է, այլ բան, որ համապատասխան պետական մարմինները այս ոլորտը կարգավորելու որևէ ցանկություն չունեն։ Երբ որ մենք դրեցինք լիցենզավորում, այդ մարդը ծանր ճանապարհ անցավ, լիցենզավորումն անցավ, սովորեց, դիպլոմները բերեց, ամեն ինչ ճիշտ անում է, իսկ այն մյուս մարդը առանց որևէ բանի խորհուրդ է տալիս ու իրան ոչինչ չի լինում, այստեղ անարդարության մեծ զգացողություն առաջանում, որտեղ այս բալանսը պետք է ունենանք։ Պետք է այս մարդիկ, որոնք դրանով զբաղվում են, հասկանան, որ իրենք այսպես ասած հանցագործություն են անում, որովհետև չհասկանալով խնդրի խորությունը զբաղվում են այդ այսպես ասած բժշկությամբ։ Խնդիրն այն է, որ չակերտավոր սննդաբաններն ավելի ցանկալի առաջարկներ ու խոստումներ են տալիս մարդկանց, քան իրական մասնագետները, բնականաբար չներկայացնելով, թե ինչ է լինելու նրանց հետ ապագայում։ Ես երբ որ ասում եմ 1 տարվա ընթացքում ձեր քաշի 10%-ը, եթե մեզ մոտ ստացվի, այդ շատ լավ արդյունք է, պատկերացրեք 130 կիլոգրամանոց մարդու համար 10%-ը 13 կիլոգրամն է, ինքը երբ որ տեսնում է ինչքան ժամանակ դեռ դրան պիտի տրամադրի, այստեղ ոնց որ այդ անելանելիության զգացողությունն է առաջանում։ Իսկ ինչ է լինում, եթե մարդը կասկածելի սննդակարգերը չարաշահում է եւ նույնիսկ ակնհայտ նշանների դեպքում չի դադարեցնում դրանք։ Մենք տեսնում ենք ուրիշ process-ներ, օրինակ մազաթափություն հասարակ, եղունգների կոտրտվածություն հասարակ, հոգնածություն, էներգիայի պակաս, կանանց դեպքում օրինակ անպտղության կարաբերի, այսինքն դաշտանի բացակայություն եւ անպտղություն։ Նույնն է իրական նաև տղամարդկանց դեպքում չենք բացառում։ Հիմա էլ ասում են մենք առողջ սննդակարգով ենք նվազեցնում քաշը, եւ երբ որ նայում ես իհարկե այդտեղ առողջի ոչինչ չկա, որովհետեւ շատ սուղ կալորիական, քիչ կալորիական դիետան չի կարող համարվել առողջ։ Ինչպես արդեն հասկացանք, վատ սննդակարգը շատ բացասական է ազդում մարդու ֆիզիոլոգիական վիճակի վրա, բայց այն
այլ ավելի բացասական է ազդում մարդու հոգեբանական վիճակի վրա։ Եվ սա մի խնդիր է, որը շատ դժվար է լուծվում։ Արմեն Աթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Եթե ինձ ասեն, որ վթարը տեղի է ունեցել ու մասնակիցներից մեկը կամազ է, կմտածեի, թե դիմացի մեքենայի բախտը ինչքան չի բերել, բայց հիմա տեսնում եք, թե ինչ վիճակում է հայտնվել հենց կամազը։ Լավա չի պայթի այմա։ Բանն այնն է, որ այս Լինքոլնի վարորդը մեքենան կայանել է թույլատրելի հատվածում եւ դուրս եկել ինչ-որ բան անելու։ Մեկ էլ որտեղից որտեղ հայտնվել է այս Ռենո Մակնիշի աղբատար բեռնատարը ու շտաբօգնության բժիշկների հերթապահ շատ արագ է հասել դեպքի վայր, հասցրել է տեղում բուժօգնություն ցուցաբերել, սակայն ցավոք ամրակապվածն է բարձր։ Վոլվո Մակնիշի մեքենան գլուբոկի նոկաուտի է ենթարկել Մերսեդեսը ու կարծես թե զոկա։ Հատուկ ջոպանի միջոցով փրկարարների հետ մոտեցան մահացածի մարմնին եւ այն դուրս բերեցին ափ։ Հետո էլ դին հայտնաբերելուց մոտ 700 մետր հեռավորության վրա գետում հայտնաբերեցին նաեւ Opel Magnishi մեքենան։ Առեղծվածային դեպք, որը միջև այժմ ուղեղից մեզ չի տեղավորվում։ Ախր ոնց կարող են մեքենայում 4 մարդ գտնվի ու չնկատեն, թե ինչպես է առաջանում հրդե։ Չգիտեմ, արդյոք սոցիալ-հոգեբանական արկա մթնոլորտն է բոլորիս ավելի զգայուն ու նյարդային դարձրել, բայց փաստն այն է, որ ցանկացած իրադարձություն կամ երևույթ սկսել ենք դիտարկել զգացմունքային հարթությունում։ Ասենք, եթե նախկինում այս կամ այն դժբախտ պատահարը ուսումնասիրելիս փորձում էինք հասկանալ պատճառները, հիմա ավելի շատ ուշադրություն ենք դարձնում հետևանքների վրա։ Էս ինչ եղավ։ Ինչու հենց մեզ հետ պետք է պատահեր եւ նման խոսույթներ շատ ենք լսում։ Մինչդեռ ցանկացած բացասական երևույթի կրկնության հավանականությունը նվազում է, եթե պայքարում ես դրա պատճառների դեմ։ Կարծում եք, թե ինչու եմ այս ամենը ասում։ Երևան-Երասխ ավտոճանապարհին Սուրենավան գյուղի վարչական տարածքում առավոտյան ժամը 4:50-ի սահմաններում տեղի ունեցածը սարսափելի էր։ Իրավապահներն ու հրշեջները հազանգ են ստանում, թե նշված հատվածում մեքենա է այրվում։ Կարճ ժամանակում հասնելով դեպքի վայր եւ մարելով առաջացած հրդեհը, նրանք մեքենայում հայտնաբերում են ուշադրություն կիսամոխրացած 4 մարմին։ Պատահարի ժամը հուշում է, որ վարորդն ուղևորները այգուցե քնած են եղել, սակայն հարց է առաջանում. արդյոք նրանցից գոնե մեկը չի նկատել առաջացած հրդեհը։ Հարց, հենց որի պատասխանից կարելի է պատկերացում կազմել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Համենայն դեպս քրեական գործը հարուցվել է 358-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է դյուրավար կամ այրիժ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մեկ եւ ավելի մարդու մահ հատկանիշերով։ Այսինքն իրավապահները չեն բացառում, որ մեքենայում այրիչ կամ պայթուցիկ նյութ է գտնվել, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ։ Այդ անդրց վերջնական պատասխանը կստանանք մի շարք փորձաքննություններից հետո։ Բայց մինչև այդ ուզում եմ հորդորել հանրությանը հանձնել պայթուցիկ եւ նման նյութերը իրավապահներին։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի թակարդում, բայց սեփական կամքով տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, ով սրանից հետո կասի, թե փորձանքը իր տան դռան տեղը չգիտի, թող քար նետի իմ ուղղությամբ։ Ասենք մարդ կարող է գնա բարեկամին զորամասում տեսնելու, բայց այրվի հենց մեքենայի մեջ։ Կամ իր համար կարող է հանգիստ երթևեկի մեկ էլ հայտնվի Փամբակ գետում։ Կամ քեզ համար հանգիստ թույլատրելի գոտիում կայանես, մեկ էլ որտեղից որտեղ աղբատար բեռնատարը գա ու մեքենատ նոկաուտի ենթարկի։ Մի խոսքով, այս օրերին փորձանքը շատերի դուռը թակեց, տխուր վիճակագրությունը աճեցնելով երկրաչափական պրոգրեսիայով։ Բայց տեսանյութը առաջարկում եմ սկսել happy end-ով, այսինքն վսեժը գտնվել է մեկը, ով նենց է կողպած եղել դուռը, որ դաժե փորձանքը չի կարողացել բացել, կամ էլ երևի բարձյալը նկատել է, որ Նիկոլի թվի կամազ է քշում, մտածել է, թե առանց էն էլ տուժած տղա է, լավ թող ապրի ու հրահանգել է փորձանքին հեռու մնալ։ Խոսքը կեսօրին մոտ Արմավիրի մարզից դեպի Բաղրամյան համայնք տանող ճանապարհի Դալարի գյուղի վարչական տարածքում կամազի վարորդի մասին է, որը չգիտես թե ոնց չի նկատել, որ գնացքը իրեն մոտենում ու եղել է այն, ինչ տեսնում եք ձեր էկրաններին։
Այս էլ բագն է էլի։ Դիզ վառելիք է դրա համար թողը։ Եթե ինձ ասեին, որ վթարը տեղի է ունեցել ու մասնակիցներից մեկը կամազա, կմտածեի, թե դիմացի մեքենայի բախտը ինչքան չի բերել, բայց հիմա տեսնում եք, թե ինչ վիճակում է հայտնվել հենց կամազը, որը դիզ վառելիք տեղափոխելուց է եղել, հերիք չի կողաշրջվել է, մի հատ էլ կոտրել է բետոնե սյունը, այ էդ է կամազը, որը սակայն ոչինչ է հսկայական գնացքի դեմ։ Լավ չի պայթե այ մարդ։ Լստին այ փայտը մտե մեջ է։ 5-ից 7 տոննա այնա թափվել է էլի։ Սալարկա չէ, ոչ։ Մինչ կհասնեի դեպքի վայր, ասացին, որ վարորդին տեղափոխել են հիվանդանոց, ու երբ Աստծո կամոք ապաքինվի եւ դուրս գա, պիտի բացատրի, թե ոնց ստացվեց, որ հայտնվեց այս վտանգավոր հատվածում ու չնկատեց գնացքը։ Այդ բացատրությունը կարևոր է նաև նրանով, որ հասկացվի, թե ով է քաշելու այդքան թափված դիզ վառելիքի ջարման։ Այս հատվածում չեն կարա մեղադրեն ճանապարհային դեպարտամենտին ու պատասխանատուներին։ Անցնենք մյուս գիգանտի արկածներին, որ Երևան-Սևան Իջևան ճանապարհը վտանգավոր է որոշ թաթալաբազ վարորդների առատությամբ վաղուց գիտենք, ու ոչ միայն գիտենք, այլև դրա պտուղները շարունակ արձանագրել ենք, բայց եթե ասեք, որ այս Լինքոլնի վարորդը եւս դասվում է նման վարորդների շարքին, բլոտի լեզվով ասած, կասեմ քուանշ, ասեմ ավելին, սրա վարորդը պարտաճանաչ եւ օրինապաշտ վարորդ է։ Լավ, ամեն ինչի մասին հերթականությամբ։ Էս Իրանն է, չէ։ Պարզման Լինքոլնը կայանված է եղել։ Բանն այնն է, որ այս Լինքոլնի վարորդը մեքենան կայանել է թույլատրելի հատվածում եւ դուրս եկել ինչ-որ բան անելու։ Մեկ էլ որտեղից որտեղ հայտնվել է այս Ռենո Մակնիշի աղբատար բեռնատարը ու նոկաուտի ենթարկել Լինքոլնը, ուղարկելով նրան բնության գիրկը հանգստանալու։ Հիմա հարց բեռնատարի վարորդին. դու վերջին անգամ երբ ես եղել ակնաբուժի մոտ, այ քո տունը շինվի, ես եկա ավտոն ոնց չես տեսել։ Այո, դատելով հարվածի ուժգնությունից, տպավորություն է, որ Ռենոյի վարորդը ընդհանրապես չի նկատել սպիտակ նժույգը։ Մինենց էլ հպարտա բեռնատարի կողքով անցնում սանմակրման աշխատակիցը, կարծես թե տենց էլ պիտի լիներ։ Դու ավելի լավ ասա, այն երկու հոգուն, որ տեղափոխել են Հրազդան հիվանդանոց, ոնց է նրանց վիճակը։ Նրանց էլ ապաքինում մաղթելով վարորդներին կոչ եմ անում, հատկապես Երևան-Սևան ճանապարհին զգոնությունը կրկնապատկել։ Մի մտածեք, թե շուրջ բոլորը պարտաճանաչ վարորդներ են։ Էս էլ ռեկլամնի պաուզայի համար։ Որ ասում ես Բրեժնև, Խրուշով, Անդրոպով այս ավտոները պտի հանվի։ Տարեստարի համոզվում եմ, որ շոկ եղանակը ուղակի ազդում է վարորդների վրա։ Հենա, Արարատի մարզում առողջապահության նախկին նախարար Ստամբոլցյանը ամառվա տապին ղեկին հանկարծամա եղավ։ Էս էլ մայրաքաղաքի Տիչինա փողոցում կատարվածն է։ Ճիշտ է, դեռ պաշտոնական հաստատում չկա, բայց հավաքվածները միաբերան պնդում էին, թե մեքենան վարելիս Օպելի վարորդի ինքնազգացողությունն է վատացել։ Այն կողմից է, հա։ Այն գործումն են ապրել։ Ասեք, որ լավ տուն է, ավելի շուտ տուն չի, Դեֆանս հյուրանոցային համալիրն է, բայց լավ, էլ շատ բան չեմ ասի։ Կասեն Շամշանը այս հյուրանոցի տերերի հետ մոտ է անվճար գովազդանում, բայց հենց այս հյուրանոցային համալիրի կանաչ խոտացածկույթի բազալտե եզրաքարերին է բախվել Օպելն ու գլխի վեր շրջվել։ Ականատեսները պատմեցին, որ Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը շատ արագ է հասել դեպքի վայր, հասցրել է տեղում բուժօգնություն ցուցաբերել, սակայն ցավոք հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Օպելի վարորդը գիտակցության չգալով մահացել է։ Ամրակապվածել է տողափրկվել։ Դրսում են հայտնաբերել մարմինը։ Ինչ վերաբերում է ինքնազգացողության վատանալու վարկածին, դրան մի քիչ դժվար է սավատում, քանի որ վարորդը 32 տարեկան էր։ Չնայած այս մեր օրերում օրինակ ինֆարկտը ոչ էլ տարիք է հարցնում։ Մյուս կողմից հիմք ընդունելով հանգամանքը, որ նա վերադառնալիս է եղել ազգականի հուղարկավորությունից, ինքնազգացողության վատանալու վարկածը չպետք է անտեսենք, բայց կսպասենք նախաքննության տվյալներին։
Էս էլ միուս բեռնատարի մասնակցության վթարը, բայց նկատեցիք ժողովուրդ ջան, 4 դեպք, որից 3-ը բեռնատարների մասնակցությամբ։ Կարող է հասկանաք, թե ինչ է կատարվում բեռնատարների վարորդների հետ։ Շոկը երևի նրանց վրա ավելի է ազդում։ Այս անգամ հասել էի Երևան-Մեղրի ճանապարհի 84-րդ կիլոմետր։ Ազանգողը ասում էր, թե Շամշան, շուտ հասի, ստեղ Volvo մակնիշի մեքենան գլուբոկի նոկաուտի է ենթարկել Mercedes-ը ու կարծես թե զոկա։ Զոհա 4-ը վիրավոր։ Իսկ 3 երեխա։ Խնդրում եմ, այս խեղճ փրկարարների դեմքերին նայեք։ Մի կողմից ցավ, մի կողմից հոգնածություն, խոստովանում եմ, որ հատկապես ամառվա սեզոնին նրանց աշխատանքը վերջ չունի։ Հիմա էլ, երբ տեղեկացել են խոշոր վթարի մասին, արագ հասել են, որպեսզի փրկեն ում կարող են, բայց ցավոք ուշ է եղել։ Համենայն դեպս, Mercedes-ում գտնվածներից մեկի համար ասացին, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, եւս 5-ը վիրավորվել։ Տեսնելով Mercedes-ի վիճակը, այլ բան ակնկալել հնարավոր չէր։ Ստեղ այնքան շատ է վթարելուն, որ քարի վրա էվակուատորի համարն է։ Փաստորեն, այս բեռնատարը եւս մեքենաների համար կենսական անհրաժեշտության վառելիք էր տեղափոխում։ Տվյալ դեպքում հեղուկ գազ, թե բա Ռուսաստանը մեր դեմ պատժամիջոցներ է կիրառում։ Դրա համար էլ արկա է վառելիքի դեֆիցիտ։ Ոչ, ամեն օր եթե վառելիքով բարձված այսքան բեռնատար բախվի, դեֆիցիտը հենց դրանից կլինի։ Այսինքն ոչ թե փակ ճանապարհներն են դեֆիցիտի պատճառը, այլ որոշ վարորդների ուղեղի պարունակությունը։ Հիմա թող այս բեռնատարի վարորդը ասի, թե ինչ հանգամանքներում է Mercedes-ը այսօր է գցել։ Հիմա հանրությունը ցնցած 2 դեպքի մասին։ Ես արդեն վախենում եմ Փամբակ գետի մոտով անցնեմ։ Մունդար գետը շատ է սիրում մարդկանց ու հատկապես վերջին ժամանակահատվածում շատերի առաջ է սկսել բացել դռները։ Հանրությունը դեռ քույրերի պատմությունը չմարսած լսեց մեկ այլ ողբերգական դեպքի մասին, որում էլի լիքը հանելուկային բաներ կային, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Եվ ուրեմն հունիսի 27-ին ժամը 11-ի սահմաններում իրավապահները օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Վանաձոր Ալավերդի ճանապարհի առաջին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դիկ է։ Կար ժամանակում հասնում են դեպքի վայր եւ պարզում, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ջասուզակները գալիս են։ Հա, մեր տեղից մի 50-60 մետր վերև։ Դե շատ վարար է գետը այդ վերև։ Այնտեղ տեղ կար 2.5-3 մետր էր խորությունը։ Այս տղուն իրոք հալալ է։ Այ վայ Մելքոնյան ջան, այս վերջում ստացածդ մեդալը քո արածի ընդամենը փոքրիկ շնորհակալությունն է։ Ով, բայց ես հո գիտեմ, թե ինչ չարչարանքներ քաշեց թե նա, թե նրա մյուս ջրասուզակ ընկերները։ Հատուկ ճոպանի միջոցով փրկարարների հետ մոտեցան մահացածի մարմնին եւ այն դուրս բերեցին ափ։ Հետո էլ դին հայտնաբերելուց մոտ 700 մետր հեռավորության վրա գետում հայտնաբերեցին նաեւ Opel Magnishi մեքենան։ Իրավապահները նախնական տեղեկություն ունեին, որ մահացածը եղել է հենց այս Opel-ում, այսինքն մեքենայով ընկել է գետը։ Ունեին նաև մեկ այլ տեղեկություն, որ բարդացնում էր հատկապես ջրասուզակների կյանքը։ Ըստ այդմ, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայլյանի հետ մեքենայում գտնվել է նաև Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանը։ Ասել է, թե ջրասուզակները պետք է մեկ այլ մարմին էլ հայտնաբերեն։ Մի քանի տեղ կատարել թե սրանից լավ բարձր կասկածելի ծառ կար։ Սկզբից ներքև նայեցինք, ոնց է տեղը կար, այստեղ քարը, ծառը դեպի տալանքներ։ Տեղել է կարա։ Տեղից դեբետ։ Տեղ արդեն դեբետ է դառնում, բայց չմտած դեռ։ Նայեք ինչ վտանգավոր է ժողովուրդ ջան։ Ջրասուզակներից 2 օր պանջվեց, մինչև գտան Տիգրան Կարապետյանի դին։ Սկզբում կասկածել են, որ դսեղի տարածքով անցնող Փամբակ գետում երևացողը մարմին է, օգտագործել են դրոն եւ համոզվելով, որ այն որոնվող քաղաքացին է, ջրասուզակները մոտեցել են, որպեսզի դին տեղափոխեն ափ։ Իրոք
ապրեն մեր ջրասուզակները, վտանգելով իրենց կյանքը, քանի որ շատ տեղերում ջրի խորությունը հասնում էր մինչև 3 մետրի, ու մի քանի անգամ նույնիսկ փրփրած ու գազազած փամբակը ջրասուզակներին է մի քանի մետր տարել։ Անգամ այդ պայմաններում նրանք չընկրկեցին ու հարազատներին հանձնեցին դին։ Այ մարդ, էս ինչ մղձավանջներ ապրեցինք վերջին 2-3 շաբաթում։ Բայք Ախր տարի մոտ է։ Ո՞նց է, ազատ տեղ անգե։ 10 մետր, 5 մետր։ Եվ վերջում հանրությունը ցնցած մեկ այլ դեպքի մասին, առեղծվածային դեպք, որը մինչև այժմ ուղեղից մեզ չի տեղավորվում։ Ախր ոնց կարող են մեքենայում 4 մարդ գտնվի ու չնկատեն, թե ինչպես է առաջանում հրդե։ Հաստատ դուք էլ կզարմանայիք։ Իսկ դեպքը տեղի է ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Սուրենավան գյուղի վարչական տարածքում առավոտյան ժամը 4:50-ի սահմաններում։ Ականատեսներն անմիջապես ահազանգել են 112 օպերատիվ կառավարման կենտրոն եւ հրշեջները հաշված րոպեների ընթացքում արդեն դեպքի վայրում էին։ Եվ ուրեմն հրշեջ փրկարարները մարելով Նիսանի սրահում առաջացած կրակը այնտեղ հայտնաբերում են 3 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ։ Այդ մարմինները դուրս բերելուց հետո հայտնաբերում են եւս 1 կիսամոխրացած մարմին։ Աստված իմ, այ դա է ասում։ Հասկացանք, որ գիշեր է եղել։ Կարող է եւ կայանած լինեն մեքենան ու թեթևակի ննջեն, բայց ինչպես չեն կարողացել ժամանակին նկատեն կրակը։ Հարցի պատասխանը ինձ համար այդպես էլ հանելուկ է մնում։ Բոլոր մահացածների ինքնությունները պարզ դարձավ որոշ ժամանակ անց։ Նրանք էին Կոտայքի մարզի բնակիչներ 67-ամյա Լևոն Ազատյանը, 69-ամյա Ռոբերտ Ղուկասյանը, 48-ամյա Մուշեղ Մանուկյանը եւ 50-ամյա Ղազար Ղազարյանը։ Նախնական տեղեկություններով գնում էին զորամասերից մեկը զինվորին տեսակցելու, բայց փաստորեն տեղ չհասան։ Այս գործի ընթացքին պետք է ուշադիր հետևել, ու եթե կասկածելի որևէ հանգամանք ի հայտ գան, ընդհանրապես չեմ զարմանա։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք հուլիսի 12-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայ ազգին։